կլաստերային դպրոցներ տանող ճանապարհների վերականգնման աշխատանքների շրջանակներում այս նախագծով նախատեսում ենք եւ առաջարկում ենք մեկ ճանապարհի հիմնանորոգման եւ 13 ճանապարհի նախագծերի պատրաստման համար կառավարության միջոցներից կատարել վերաբաշխում շուրջ 186 միլիոն դրամի եւ դրանք ուղղել ներքոյշյալ ճանապարհատվածների հիմնանորոգման տեխնիկական եւ հեղինակային հսկողության ծառայությունների, ինչպես նաեւ ճանապարհատվածների նախագծանախաշվային փաստաթղթերի պատրաստման եւ փորձաքննության ծառայությունների ձեռքբերմանը ձեր համաձայնությամբ ներկայացնեմ ճանապարհների ցանկը ընդհանուր ծանոթացման։ Ներկայացրեք, խնդրում եմ, բայց մի քիչ բարձր մենք էլ լսենք։ Ուրեմն ֆինանսավորող ճանապարհահատվածներն են Արագածոտնի մարզի Նոր Ամանոսի կրթահամալիր տանող ճանապարհը, նույն մարզի Նոր Եդեսիայի ներսաշնորհալու անվան միջնակարգ դպրոց տանող ճանապարհը, Սասունիկի միջնակարգ դպրոց տանող ճանապարհը, Լուսակնի միջնակարգ դպրոց տանող ճանապարհը, Արմավիրի մարզի Ջրառատի Խաչատյանի անվան միջնակարգ դպրոց տանող ճանապարհը, Լոռու մարզի Վանաձորի թիվ 13 ավագ դպրոց տանող ճանապարհը, Վանաձորի 19 հիմնական դպրոց ճանապարհը, Լոռու մարզի նույն մարզի Մեդովկայի միջնակարգ դպրոց տանող ճանապարհը, Սյունիքի մարզում Սյունիքի կրթահամալիր տանող ճանապարհը, Իշխանասարի միջնակարգ դպրոց տանող ճանապարհը, որը հենց շինարական աշխատանքներ ենք մեկնարկում, Հարժեսի Համլետ Մինասյանի անվան միջնակարգ դպրոց տանող ճանապարհը, Վայոց ձորի Չիվայի միջնակարգ դպրոց տանող ճանապարհը, Տավուշի Գանձաքարի միջնակարգ դպրոց եւ նույն մարզի Դովեղի միջնակարգ դպրոց տանող ճանապարհների մասին է խոսքը, շուրջ 10 կիլոմետր ճանապարհաշինական աշխատանքների ֆինանսավորման մասին է նախագիծը։ Շնորհակալություն, ամփոփ այսքանը։ Իսկ երբ ենք սկսում աշխատանքները, Տիկին Ղալի ջան։ Պարոն փոխվարչապետ, 2 փուլով աշխատանքներ ենք իրականացնում, ունենք նախանշած աշխատանքներ, որոնք մինչև հունիս պետք է ավարտենք, բայց այս նախագծով մենք նախատեսում ենք աշխատանքները ավարտել մինչև սեպտեմբեր։ Դպրոց մինչև սեպտեմբերի 1 մենք Այո, ընդհանուր բարեկարգման աշխատանքները դեպի դպրոց տանող ճանապարհների նախնական 2 փուլով ենք իրականացնում, կան աշխատանքներ, որ արդեն սկսել ենք շինարական փուլը, հատկապես այն դպրոցների, որոնք հունիսին ենք նախանշի ավարտել, իսկ այս նախանշած ճանապարհահատվածների մասով եւ դպրոց տանող ճանապարհների մասով մենք սեպտեմբերին պետք է արդեն ավարտած լինենք։ Շնորհակալություն։ Շատ լավ։ Խնդրեմ, հարգելի գործընկերներ, կան հարցեր, առաջարկություններ, համեցեք Տիկին Անդրեաս։ Շնորհակալություն, պարոն Գրիգորյան, ես ուզում եմ ընդգծել, որ սա մեր նախապես հայտարարված քաղաքականության շրջանակում է, որ մենք ոչ միայն դպրոցների եւ կրթահամալիրների կառուցմամբ եւ դրանց նոր գույքով հագեցմամբ ենք զբաղվում, այլև դրանց հասանելիությունը ապահովում ենք նաեւ դեպի դպրոցներ եւ կրթահամալիրներ տանող ճանապարհների բարեկարգմամբ, վերանորոգմամբ ըստ անհրաժեշտ միջամտության աստիճանի եւ զուգահեռաբար նաեւ տրանսպորտային ծառայությունների ապահովման հարցով ենք զբաղվում պարոն Խաչատրյանի համակարգմամբ եւ պետք է ասեմ, որ սա իսկապես շատ կարեւոր ծրագիր է, որովհետեւ այն դպրոցները, որոնք թվեց Տիկին Ղալեչյանը, դրանց մեծ մասը արդեն շահագործման գործընթացում են եւ սա նշանակում է, որ այս աշխատանքների իրականացմամբ մենք կկարողանանք այդ ուսումնական հաստատությունները դարձնել հասանելի նաեւ ավելի մեծ թվով երեխաների համար, ինչը շատ կարեւոր է, որովհետեւ ձևավորված պայմանները ստեղծում են որակյալ կրթություն ստանալու բոլոր հնարավորությունները եւ մենք կարծում եմ, որ այս ուղղությամբ սա առաջին որոշումն է, բայց առաջիկայում կունենանք նաեւ ավելի մեծ թվով ճանապարհներ, որովհետեւ դպրոցների թիվը ավելի մեծ է եւ մենք պետք է բոլոր դպրոցների համապատասխան ենթակառուցվածքները բերենք սարքին վիճակի։ Տիկին Անդրեասյան, դա իրոք պրինցիպիալ հարց է դառնում, որպեսզի մեքենայի ճանապարհ լինի դեպի դպրոց, բարենորոգված, ուզում եմ ասեմ, որ ինքը կրիտիկական նշանակություն ունի դպրոց հասնելու համար։ Կարծում եմ, այո։ Ես դեմ չեմ, որ իհարկե այս ամենը ճիշտ է, որ սինխրոն տրամաբանության մեջ է 300 դպրոց ծրագրի եւ այլ, բայց ինձ հետաքրքիր է հիմա երեխաները այնուամենայնիվ ոտքով են գնում դպրոց, թե մեքենայով։ Տարբեր է իրավիճակը, պարոն Գրիգորյան, իհարկե ոտքով գնացող երեխաների թիվը փոքր չի, բայց կան նաև երեխաներ, որոնք ունեն որոշակի տեղափոխման անհրաժեշտություն եւ գիտեք, ոտքով քայլել էլ պետք է բարեկարգ ճանապարհով։ Ես հեծանիվը նկատել եմ։ Եվ
իհարկե հեծանիվով նույնպես կարելի է տեղաշարժվել, անկախ նրանից ինչպես են տեղաշարժվում, անհրաժեշտ է որպեսզի ճանապարհը լինի կարգին վիճակում։ Պարոն Գրիգորյան, եւ ինձ թվում է մենք պետք է դուրս գանք այն տրամաբանությունից, որ երեխաները պետք է քայլեն անբարեկարգ ճանապարհներով եւ հասնեն բարեկարգ դպրոց։ Այստեղ գիտեք նաեւ ներդաշնակության խնդիր կա եւ մենք այս ամբողջ աշխատանքը անելիս նաեւ ամբողջ ուշադրությունը պահում ենք երեխաների զարգացման հեռանկարի վրա։ Իսկ զարգացման հեռանկարը ձևավորվում է նաև միջավայրից։ Երբ որ երեխան իր շուրջը տեսնում է ոչ բարեկարգ միջավայր, տեսնում է ուրեմն պայմանական վատ վիճակում գտնվող շենք, գույք եւ մնացած ամեն ինչը, ապա պարզ է, որ իր զարգացման տեսլականը, իր աշխարհայացքը մեծապես ազդվում է նրանից, ինչ ինքը տեսնում է։ Ու սկզբունքային է, որպեսզի մենք խոսելով միջավայրի մասին, ամբողջական մոտեցում ունենանք ճանապարհ, դպրոց, տրանսպորտային միջոցներ, ուսուցիչներ, կրթության բովանդակություն եւ այս ամենը կարծում եմ իսկապես կարող է տանել զարգացման նոր հնարավորությունների։ Միանշանակ, Տիկին Անդրեասյան, նույնիսկ չի քննարկվում դպրոցի ճանապարհը պիտի բարվոք լինի անկախ որևէ հանգամանքից, առնվազն դուք ճիշտ եք ասում, որպեսզի երեխաները տեսնեն ինչպիսին պիտի լինի դպրոցը եւ միջավայրը։ Ինձ ուղղակի հետաքրքրում էր ոնց ընդհանուր պատկերը ըստ ձեզ, էլի, այնուամենայնիվ տրանսպորտային միջոցներն են օգտագործում, թե ոտքով են գալիս շատ։ Տարբեր է իրավիճակը, այստեղ թվարկված դպրոցների մի մասը քաղաքային էին, մի մասը գյուղական էին, քաղաքային բնակավայրերում ավելի հաճախ է լինում, որ տրանսպորտային միջոցներով են տեղաշարժում, գյուղական բնակավայրերում ավելի հաճախ դա հենց քայլելու միջոցով դպրոց հասնելն է, իհարկե կապ ունի նաև երեխաների տարիքը եւ ցածր տարիքի երեխաներին ավելի հաճախ են ուղեկցում եւ այդ պարագայում կարող են նաև տրանսպորտային միջոցներ գործածել, բայց մեր նպատակն է նաև, որ այս դպրոցներն ու ուսումնական հաստատությունները հասանելի լինեն ավելի մեծ թվով երեխաների, այդ թվում նաև մոտակա բնակավայրերից եւ այս բարեկարգ ճանապարհները պետք է օգնեն նաև այդ խնդիրը լուծել։ Իսկ մենք այն դպրոցական բասերի գաղափար ունեինք, այդտեղ հիմա այդ մոդելը շահագործման մեջ է։ Դե իրականում սա այս նույն ծրագրի մի մասն է, մի բաղադրիչն է, պարոն Գրիգորյան, այո, երբ նշեցի, որ ընթանում է զուգահեռաբար աշխատանքը պարոն Խաչատրյանի համակարգմամբ նաև տրանսպորտային ծառայությունների մասով, նկատի ունեի հենց այդ։ Մենք ունենք արդեն շահագործող տենց մոդել, թե նոր ենք ուզում դնել։ Հիմա ընթացքում է եւ առնվազն պլանավորում ենք առաջիկա ուսումնական տարում փորձարկել այդ մոդելը։ Հիմա գտնվում ենք բուռն նախապատրաստական աշխատանքների ընթացքում, որովհետեւ իրականում դա մեզ համար նոր մոդել է եւ դրա կարիքը կա, փորձարկման կարիքը կա ու այդտեղ մեծ ծավալի աշխատանք է նաև գործընկերների հետ համատեղ, այդ թվում Տկեն նախարարության, ներքին գործերի նախարարության վարորդների եւ մյուս անհրաժեշտ աշխատանքների մասով, այսինքն ինքը բազմաշերտ աշխատանք է։ Կարող ասեք, հավանական է, որ պիլոտային ծրագրեր ունենանք սեպտեմբերին։ Դե ամեն ինչ անում ենք, որ այդպես լինի։ Իմ կարծիքով շատ ռացիոնալ լուծում է դա։ Խնդրեմ Տիկին Ղանոչ։ Շնորհակալություն, պարոն Գրիգորյան, հարգելի գործընկերներ, այս հարցում կշեշտադրեի նաև ճանապարհային անվտանգության բաղադրիչը, որը շատ կարևոր գործոն է, հատկապես այն բոլոր դեպքերի համար, երբ որ երեխաները ոտքով պետք է այցելեն դպրոց, մենք մի շարք հետազոտություններ իրականացրել ենք եւ այդ խնդիրները վեր ենք անել եւ առաջիկայում դա մշտապես լինելու է մեր ուշադրության կենտրոնում, այսինքն այսպիսի աշխատանքներով ոչ միայն կբարեկարգենք այն հատվածները ճանապարհների, որոնք դրա կարիք ունեն, այլ առանձնահատուկ նաեւ շեշտադրում կունենան անվտանգության միջոցառումները եւ անկախ նրանից, որ տվյալ հատվածը վերանորոգման ծրագրում չի, պարոն Խաչատրյանի հանձնարարությամբ մենք լրացուցիչ կապահովենք անվտանգության միջոցառումներ, գծանշումների, ճանապարհի նշանների վերականգնման, այսինքն մեր նաև կարևոր նպատակն ու թիրախն է այստեղ անվտանգային, նաև ճանապարհային անվտանգային միջավայր ստեղծել թե մոտեցող ճանապարհի, թե դպրոցի հարակից ճանապարհի տեսանկյունից այդ նպատակով, որպեսզի ավելի ապահով պայմաններ ստեղծենք։ Ճիշտն ասած, ես դա էլ նկատի ունեի, որովհետև այդ դեպի դպրոց տանող ճանապարհի անվտանգության նորմերը անվերապահորեն եւ առանց բացառությունների պետք է լիարժեք պահպանվի։
եւ լուսավորությունը եւ տարբերանշանները եւ գծանշումները դա առավել վտանգավոր, առավել ռիսկի աղբյուր է։ Ես հույսով եմ, որ այս բյուջեի մեջ ենթադրվում է ճանապարհ կառուցել եւ կահավորել։ Բյուջեի մեջ ենթադրվում է այն հատվածների վերականգնումը, որոնք դրա կարիք ունեն, վերականգնման իմաստով, բայց այն երթուղիները, որոնք պետք է ապահովեն դպրոցի մոտեցնող հատվածները, այդտեղ առանձին մենք բյուջեով կանենք անվտանգության լրացուցիչ միջոցառումներ ըստ դրա կոնկրետ անհրաժեշտությունների, գծանշումների, նշանների, լուսավորության, ինչպես դուք նշեցիք։